Եթերում 02-ի հերթական թողարկումն է բարի երեկո, այսօր մեր ծրագրում կարող եք դիտել։ Յուրաքանչյուր կին ծառայող իր մոտեցմամբ եւ փորձով պետք է ոգեշնչի համակարգ ընդունվող ծառայողներին։ Ներքին գործերի նախարարը հանդիպել է նախարարության կին ծառայողների հետ։ Դիմակայունության բարձրացում հանրային իրազեկման, պատրաստվածության եւ կարողությունների զարգացման միջոցով աշխատաժողով Տավուշի մարզում։ Խնայելով քաղաքացիների ռեսուրսներն ու ժամանակը մարտի 13-ին ներքին գործերի նախարարությունը սկսեց նոր ձևաչափով հանրային ծառայությունների մատուցումը։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները համագործակցության շնորհիվ հերթական ապօրինի թմրաշրջանառության դեպքն են բացահայտել։ Ներքին գործերի նախարարության համակարգում կանանց ներգրավվածությունը շարունակաբար մեծանում է, իսկ նրանց վերագրվող դերերի բովանդակությունը փոխվում։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է նախարարության տարբեր ստորաբաժանումների կին ծառայողների հետ, քննարկել առաջնորդական պաշտոններում կանանց ներկայացվածության, նրանց կարողությունների շարունակական զարգացման եւ վերապատրաստումների անցկացման վերաբերյալ հարցեր։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մարտի 10-ին հանդիպել է նախարարության տարբեր ստորաբաժանումների կին ծառայողների հետ, քննարկել նրանց կարիերայի առաջխաղացման հնարավորություններն ու ոլորտում առկա մարտահրավերները։ Կլոր սեղան քննարկմանը ներկա էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը եւ միջազգային այլ գործընկերներ։ Արփինե Սարգսյանն ընդգծելով բաց ձևաչափով հանդիպումների կարևորությունը նշել է, որ դրանք թույլ են տալիս ոչ միայն քննարկել առկա խնդիրները, այլև նախանշել դրանց հաղթահարման կոնկրետ քայլեր։ Նախարարը բարձր է գնահատել ներքին գործերի նախարարության բարեփոխումների գործընթացում միջազգային գործընկերների աջակցությունը, կարևորել նախարարության որդեգրած մոտեցումները կիսելու նրանց պատրաստակամությունը։ Անդրադառնալով հասարակական եւ քաղաքական կյանքում կանանց ներկայացվածության հնարավորությունների ընդլայնմանը, նախարարն ընդգծել է, որ հատկապես ներքին գործերի նախարարության համակարգում կանանց ներգրավվածությունը շարունակաբար մեծանում է, իսկ նրանց վերագրվող դերերի բովանդակությունը փոխվում։ Երբ որ մենք խոսում ենք երկու սեռերի ներկայացվածության մասին, այստեղ շատ կարևոր է ընկալել, որ համատեղ ինտելեկտի, համատեղ հմտության, համատեղ գիտելիքի առկայությունն է, որ լավ արդյունքներ է երաշխավորում։ Եվ հետևապես այստեղ շատ կարևոր է հավասար ներկայացվածության ապահովումը, հատկապես ներքին գործերի նախարարության համակարգում։ Նախարարի խոսքով յուրաքանչյուր կին ծառայող իր օղակում կարևոր դերակատարում ունի եւ պետք է կարիերայի առաջխաղացման իր փորձով ոգեշնչի համակարգ ընդունվող ծառայողներին։ Ձեր օրինակը կարևոր փոփոխությունների գրավական է։ Դուք այսօր Հայաստանում ստեղծում եք նոր իրավիճակ։ Դուք օրինակ եք բոլորի համար եւ կարծում եմ այնինչ անում եք իսկապես նշանակալի է։ Ես գիտեմ, որ հեշտ չի եղել կարծրատիպեր հաղթահարելը, բայց կարևոր է, որ դուք կարողացել եք հաջողել։ Վասիլիս Մարագոսն անդրադառնալով ներքին գործերի նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումներին, վերահաստատել է Եվրոպական միության շարունակական աջակցությունը, որը միտված է նոր արդյունքներ գրանցելուն եւ քաղաքացիներին առավել որակյալ ծառայություններ մատուցելուն։ Նա դրական է գնահատել նախարարության ենթակա ծառայություններում կանանց ներգրավվածությունը, նշել հատկապես ընտանեկան բռնության դեմ պայքարի եւ այլ զգայուն թեմաների շրջանակում կին ծառայողների մոտեցումների դրական ազդեցությունը։ Գնալով աճում է այն ընկալումը, որ կանայք իրավապահ համակարգում հատուկ արժեք ունեն եւ կանանց ու տղամարդկանց միջև հավասարությունը միայն վիճակագրություն չէ, այն բարձրացնում է հանրության վստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ, համայնքների անվտանգության ապահովման հարցում առաջարկում այլընտրանքային մոտեցումներ։ Միջազգային գործընկերները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը ներքին գործերի նախարարության հետ շարունակելու արդյունավետ գործընկերությունը։ Քննարկմանը մտքեր են փոխանակել նաև ներքին գործերի նախարարության ենթակա ծառայությունների կին ծառայողները, կիսվել իրենց փորձով ու առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ ներկայացրել առաջարկներ։ Քննարկվել են նաև առաջնորդական պաշտոններում կանանց ներկայացվածության, նրանց կարողությունների շարունակական զարգացման եւ վերապատրաստումների անցկացման վերաբերյալ հարցեր։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մասնակցել է ՄԱԿ-ի թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին։ Արմեն Ղազարյանն իր ելույթում անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին ու այդ ուղղությամբ մշակված քաղաքականությանը մասնավորապես ասել է. Հայաստանը հավատարիմ է մնում թմրամիջոցների վերահսկման արդյունավետ ռեժիմի ապահովմանը համաձայն 3 միջազգային կոնվենցիաների եւ այլ համապատասխան փաստաթղթերի։ Մենք կարևորում ենք հանձնաժողովի առանցքային դերը որպես ՄԱԿ-ի քաղաքականության մշակող մարմին, որը պատասխանատու է թմրամիջոցների վերահսկման հարցերի համար, ինչպես նաեւ կարևորում ենք ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ
անցավորության դեմ պայքարի գրասենյակի դերը համաշխարհային խնդրին անդրադառնալու եւ հակազդելու համար։ Տիկնայք եւ պարոնայք, ապօրինի թմրամիջոցների դեմ պայքարը միայն օրենքի, քաղաքականության եւ իրավապահ համակարգի խնդիրը չէ, այն խորապես մարդկային խնդիր է, այն ազդում է ընտանիքների, երիտասարդների վրա, լուրջ ազդեցություն ունի առողջապահական համակարգերի, անվտանգության եւ համայնքների բարեկեցության վրա, անկախ աշխարհագրական դիրքից։ Ոչ մի երկիր զերծ չէ այս սպառնալիքից եւ ոչ մի պետություն չի կարող միայնակ հաղթահարել այն։ Որպես Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկում գտնվող երկիր, Հայաստանը հատուկ պատասխանատվություն է զգում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ գլոբալ պայքարում ներդրում ունենալու համար։ Հայաստանը կարևորում է միջազգային համագործակցության խորացման անհրաժեշտությունը եւ պատրաստական է թմրամիջոցների հետ կապված սպառնալիքներին դիմակայելու հարցում սերտորեն համագործակցել գործընկերների հետ։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բնական ծագման թմրամիջոցները Հայաստանի տարածքում ամենատարածվածն են, սակայն մտահոգիչ աճ է նկատվում նաեւ սինթետիկ թմրամիջոցների շրջանառության առումով, որոնք ողջ աշխարհում կործանարար ազդեցություն ունեն։ Այս չարիքի դեմ պայքարում իր հանձնառությունն ու կարողություններն ուժեղացնելու նպատակով Հայաստանը 2023 թվականին միացավ սինթետիկ թմրամիջոցների սպառնալիքներին ուղղված համաշխարհային կոալիցիային։ Համացանցի միջոցով կատարվող թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը շարունակում է մնալ մտահոգիչ։ Նոր տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ առցանց շուկաներն ու սոցիալական մեդիայի հարթակները դարձել են հիմնական տարածքները, որտեղ կազմակերպվում են թմրամիջոցների վաճառքը։ Թմրամիջոցների անօրինական շրջանառությունը հեշտացնելու համար այսօր նաև կրիպտոարժույթներն են լայնորեն օգտագործվում։ Ներքին գործերի նախարարությունը մշակել է օրենքների նախագծերի փաթեթ, որոնք կարգավորում են կրիպտոարժույթների օգտագործման հետ կապված հանցագործությունների քննությունը, ինչպես նաև ստեղծվել է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանում։ Սակայն մենք գիտակցում ենք, որ միայն իրավապահների միջոցները բավարար չեն։ Թմրամիջոցների դեմ արդյունավետ քաղաքականությունը պետք է ընդունի, որ յուրաքանչյուր վիճակագրության հետևում իրական մարդիկ են, որոնք աջակցության, բուժման եւ վերականգնման կարիք ունեն։ Թմրամիջոցներից տուժածների առողջության վերականգնման, վերաինտեգրման համար պետք է ներդրվել մարդու իրավունքների պաշտպանության հիմնական սկզբունքով առաջնորդվող մոտեցումները։ Հարկ է նշել, որ ՄԱԿ-ի թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 67-րդ նիստում Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանձնառել էր 2025 թվականին մշակել թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի օգտագործման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում պետական քաղաքականություն արտահայտող ազգային ռազմավարություն, որը նպատակաուղղված է հասցեագրել ոչ միայն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, այլ նաև անձանց բուժման, սոցիալական վերականգնման եւ վերաինտեգրման, հանրային առողջության խնդիրները։ Ռազմավարությունը մշակելիս ներքին գործերի նախարարությունը սերտորեն համագործակցել է պետական կառույցների, քաղաքասարակության եւ միջազգային գործընկերների, այդ թվում ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի փորձագետների հետ։ Նոր ռազմավարությունը կօգնի նաև արագացնել 2019 թվականի նախարարական հռչակագրով նախատեսված միջազգային պարտավորությունների իրականացումը։ Եզրափակելով ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հանձնառությունը թմրամիջոցների օգտագործումը կանխելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ դրանց հետ կապված վնասի դեմ պայքարելու հարցում։ Սա ավելին է, քան կառավարության մանդատը։ Դա պատասխանատվություն է, որը մենք կրում ենք մեր ժողովրդի, մեր տարածաշրջանների եւ աշխարհի համար։ Ամրապնդելով Հայաստանի դիմակայունությունը, մենք նպաստում ենք բոլորի համար ավելի ապահով եւ թմրամիջոցներից զերծ ապագայի կերտմանը։ Շնորհակալություն։ I thank you. Քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու նպատակով ներքին գործերի նախարարության սպասարկման գրասենյակները հանրապետությունում կիրականացնեն շրջիկ սպասարկում, արդեն ընդլայնված ցանկով եւ հարմարավետ ու հատուկ կահավորված մեքենաների միջոցով։ Յուրաքանչյուր ամիս ներքին գործերի նախարարի հրամանով հաստատվելու է ծառայությունների մատուցման ժամանակացույցը ու վայրերը, որին հետևելով կարող եք ընտրել ձեզ հարմար օրն ու ժամը եւ սպասարկվել նախանշված տեղում։ Շրջիկ սպասարկման գրասենյակներն օրերս Արարատի եւ Կոտայքի մարզերում էին։ Հատուկ կահավորված մեքենաներ, ծառայությունների ընդլայնված ցանկ եւ սպասարկում հենց համայնքում։ Խնայելով քաղաքացիների ռեսուրսներն ու ժամանակը, մարտի 13-ին ներքին գործերի նախարարությունը սկսեց նոր ձևաչափով հանրային ծառայությունների մատուցումը։ Շրջիկ սպասարկման գրասենյակներն ուղևորվեցին Արարատի եւ Կոտայքի մարզեր, Երասխ, Զանգակատուն, Գառնի եւ Բյուրեղավան համայնքներում քաղաքացիներին մատուցելու ինչպես միգրացիա եւ քաղաքացիության ծառայության, այնպես էլ հաշվառման քննական բաժինների ծառայություններ։ Անձնագրի պատրաստման համար եմ եկել։ Առաջին անգամ եք անձնագրի ունեցել եք։
չէ առաջին անգամ։ Իմացա, որ սենց շրջիկ մեքենաներ կան, որ իրանք մեզ մեր գյուղում կարող են գալ ու օգնել, ոչ թե մենք գնանք, այլ իրանք են գալիս մեզ օգնում, ու տենց որոշեցի ստեղ դիմել։ Շատ լավ էր, ամեն ինչ արագ ստացվեց, թղթային հարց թե ամեն ինչը շատ արագ լուծվեց, ոչ մի խնդիր չկար, շատ գոհ եմ։ Սա այս ձևաչափով առաջի փորձառությունն է, որի շրջանակներում փորձում ենք առավել մոտ եւ հասանելի լինել քաղաքացիներին, որի արդյունքում կմատուցենք առավել որակյալ ծառայություններ։ Քաղաքացիների արձագանքների արդյունքում կտեսնենք ինչ ծառայությունների պահանջարկ կա եւ կդիտարկենք դրանց մատուցման հնարավորությունները եւս։ Ներկայումս գործում են շրջիկ ձևաչափով 3 գրասենյակներ, որոնք ծառայություն են մատուցում քաղաքացիներին հենց իրենց համայնքներում։ Մեր շրջիկն ըգնը սպասարկման գրասենյակները կահավորված են այնպես, որ մենք կարողանում ենք քաղաքացիներին սպասարկել, ինչպես հաշվառման քննական ստորաբաժանումներում։ Եթե քաղաքացին ցանկանում է հաշվառման վկայագրի կամ վարորդական վկայականի փոխանակում իրականացնել, ինչպես նաև ստանալ խորհրդատվություն մեր մատուցած ծառայությունների վերաբերյալ, ապա կարող է մոտենալ մեր շրջիկ գրասենյակներ եւ սպասարկվել։ Ընդունված դիմումների հիման վրա փաստաթղթերը քաղաքացիներին տրամադրվելու են 1 շաբաթ անց նույն վայրերում։ Մարտի 20-ից 21-ը ներքին գործերի նախարարության սպասարկման գրասենյակը ծառայություններ կմատուցի նաև Գեղարքունիքի եւ Լոռու մարզերում։ Ներքին գործերի նախարարությունը շարունակում է բարելավել հանրային ծառայությունների մատուցման գործընթացը, դրանք դարձնելով առավել հասանելի եւ քաղաքացիակենտրոն։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարությունը գործարկել է elections.mia.gov.am հարթակը, որտեղ 2025 թվականի մարտի 10-ի դրությամբ հրապարակված են առաջիկա թիմ ընտրությունների ընտրողների տվյալները։ Հիշեցնենք, որ ընտրական օրենսգրքի 2024 թվականի սեպտեմբերի 10-ի փոփոխությամբ ընտրողները թղթային եղանակով չեն ծանուցվելու։ Քաղաքացիները հնարավորություն ունեն հրապարակված ընտրացուցակներում որոնել իրենց տվյալները։ Մարտի 30-ին կայանալիք ընտրություններին Շիրակի մարզի Գյումրի եւ Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում ընտրելու իրավունք ունեցող անձինք իրենց տվյալներին կարող են ծանոթանալ ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքի ընտրություններ բաժնում կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիմ 3003-2025 ընտրողների ռեգիստր եւ ընտրողների ցուցակներ բաժիններում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիմ ընտրողների ռեգիստրի որոնմամբ հնարավոր է քարտեզի վրա տեսնել տեղամասային կենտրոնի հասցեն։ Ամբողջ աշխարհում ընտանեկան բռնությունը ոչ միայն անհատի իրավունքի խախտում է, այլև պետության կայունության լուրջ մարտահրավեր։ Այդ համատեքստում ներքին գործերի նախարարության կողմից իրականացվող կանխարգելիչ միջոցառումները միտված են ոստիկանություն համայնք կապն ամրապնդելուն, հանրության վստահությունը բարձրացնելուն։ Ամբողջ աշխարհում ընտանեկան բռնությունը ոչ միայն անհատի իրավունքի խախտում է, այլև պետության կայունության լուրջ մարտահրավեր։ Այդ համատեքստում ներքին գործերի նախարարության կողմից իրականացվող կանխարգելիչ միջոցառումները միտված են ոստիկանություն համայնք կապն ամրապնդելուն, հանրության վստահությունը բարձրացնելուն։ Մարտի 13-ին Գավառ քաղաքում տեղի ունեցած հանդիպում քննարկումը ընտանեկան բռնության կանխարգելման շրջանակում էր։ Մասնակցում էին համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Էդգար Պետրոսյանը, ներքին գործերի նախարարության ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչության պետի տեղակալ Նատալի Սահակյանը, ներկայացուցիչներ ներքին գործերի նախարարությունից, բռնության ենթարկված անձանց աջակցման կենտրոններից ու քաղաքացիական հասարակությունից։ Նատալի Սահակյանը կարևորելով համայնքային ոստիկանության դերը բռնությունների, մասնավորապես ընտանեկան բռնության կանխարգելման համատեքստում ընդգծել է, որ ինտենսիվ շփումները համայնքի հետ թույլ են տալիս խորապես հասկանալ առկա խնդիրները։ Նա նշել է, որ խնդրի կանխարգելման ուղղությամբ արդյունավետ լուծումների մշակման ճանապարհին, մասնավորապես հաղորդակցության ամրապնդումը ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից է։ Նման օրինակ հանդիպումները չափազանց կարևոր են ներքին գործերի նախարարության համար, քանի որ հանդիպումների արդյունքում այն կապը, այն հաղորդակցությունը, որը տեղի ունենում հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ, մեզ հնարավորություն է ընձեռում գույքագրել մի շարք խնդիրներ, որոնք բավականին առանցքային են, թիրախային են, հասցեական են, եւ դա միանշանակ ողջունելի է։ Ազգային եւ տարածաշրջանային առանձնահատկություններով պայմանավորված Հայաստանում, մասնավորապես Գեղարքունիքի մարզում ընտանեկան բռնության վիճակագրությունն ավելի քան խոսուն է։ 2023 թվականին Հայաստանում գրանցված 1819 ընտանեկան բռնության դեպքից 81-ը Գեղարքունիքի մարզում է եղել, իսկ 2024-ին գրանցված 2255 դեպքից 66-ն է Գեղարքունիքի մարզում եղել։ Մարզում արձանագրված ընտանեկան բռնությունների նվազումը հաճախ խոսում է ոչ միայն այդ ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետության
արդյունավետության, այլև այն մասին, որ մարզում բռնության մասին խոսելն ու այն բարձրաձայնելը հասարակության որոշ շերտերի համար դեռևս դժվար է։ Էդգար Պետրոսյանը ներկայացրել է բռնության տեսակներն ու դրանց առանձնահատկությունները, պաշտպանվելու միջոցներն ու տարբերակները, նաև իրավական այլ մանրամասներ։ Խոսելով բռնության հետևանքների մասին, նա նշել է, որ յուրաքանչյուր ընտանեկան բռնություն մեկ քայլով ավելի է մոտեցնում պետության թուլացմանը, եւ այդ առումով կարևոր է ընտանիքի ոչ միայն իրավական կողմի ապահովումը, այլև բովանդակային։ Հանդիպան նպատակն էր հանրության իրազեկել ընտանեկան բռնության մասին, այսինքն խոսել ինչ է ընտանեկան բռնությունը, ինչպես կարելի է պայքարել ընտանեկան բռնության դեմ եւ ինչպես կարելի է ստանալ աջակցություն, եթե ենթարկվել են ընտանեկան բռնության։ Եվ ըստ էության նպատակը ոչ միայն իրազեկումն էր, այլ նաեւ հանրության հետ խոսելը, միմյանց ճանաչելը, որը կարծում եմ հանդիպման ընթացքում ստացվեց, որովհետեւ բավականին մեծ ակտիվություն կար նաեւ հանրության կողմից։ Ծավալված ակտիվ քննարկման արդյունքում ներկաները ստացել են իրենց ուզող հարցերի պատասխանները, հանդես եկել առաջարկություններով։ Դիմակայունության բարձրացում հանրային իրազեկման, պատրաստվածության եւ կարողությունների զարգացման միջոցով։ Այս համատեքստում շատ կարևոր է համայնքային մակարդակում կարողությունների զարգացումն ու համակարգված աշխատանքը, հանրության տեղեկացվածությունը, ինչը կօգնի ձևավորել իրազեկ եւ դիմակայուն հասարակություն։ Ներքին գործերի նախարարության, հանրային հաղորդակցության եւ իրազեկման վարչության ու փրկարարծառայության նախաձեռնությամբ մարտի 12-ին Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել դիմակայունության բարձրացում հանրային իրազեկման, պատրաստվածության եւ կարողությունների զարգացման միջոցով թեմայով աշխատաժողով։ Նպատակը պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության խթանումն էր, ուղղված տարերային երևույթների, հատկապես սողանքների դեպքում բնակչության պաշտպանության մեխանիզմների ամրապնդմանը, աղետների ռիսկի կառավարման պլանավորմանը, հանրային իրազեկվածության եւ ճգնաժամային հաղորդակցման ընթացակարգերի բարելավմանն ու դիմակայունության բարձրացմանը։ Մասնակցում էին ներքին գործերի նախարարության աշխատակիցներ ու փրկարարական ծառայողներ, Տավուշի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, մարզի համայնքների եւ բնակավայրերի վարչական ղեկավարներ, արտակարգ իրավիճակների գծով պատասխանատուներ։ Կարևորելով աշխատաժողովի նշանակությունը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդգծել է, որ նման հանդիպումները հնարավորություն են քննարկելու տարածաշրջանում առավել արդիական խնդիրներն ու դրանց լուծման եւ կանխարգելման միջոցները։ Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար, հանրային հաղորդակցության եւ իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը ներկայացնելով աշխատաժողովի նպատակը, ընդգծել է մասնավորապես դիմակայուն հասարակության ձևավորման անհրաժեշտությունը։ Նա կարևորել է նաեւ համայնքային մակարդակում կարողություններն ու համակարգված աշխատանքը, հանրության տեղեկացվածությունը, ինչը կօգնի ձևավորել իրազեկ եւ դիմակայուն հասարակություն։ Ներքին գործերի նախարարության աղետների եւ արտակարգ այլ իրավիճակների կառավարման վարչության ավագ մասնագետ Կարեն Աթայանը, որպես աղետների ռիսկի կառավարման ռազմավարության 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի միջոցառում ներկայացրել է սողանքային ռիսկերի կառավարման համակարգի զարգացման ընթացքը։ Փրկարարծառայության, բնակչության պաշտպանության եւ աղետների ռիսկի նվազեցման վարչության արտակարգ իրավիճակների պլանավորման բաժնի պետ Հովհաննես Հովհաննիսյանը կարևորել է համայնքային մակարդակում աղետների ռիսկի կառավարման համակարգի ձևավորումը, քարտեզագրումը եւ բնակչության պատրաստվածության անհրաժեշտությունը։ Փրկարարծառայության տարերային աղետների բաժնի ավագ հրահանգիչ Անահիտ Դավթյանը ներկայացրել է սողանքների կանխարգելման ուղղված աշխատանքները, որոնց նպատակը մարդկանց իրազեկվածությունն ու պատրաստվածությունն է։ Փրկարարծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի տեղեկատվության ապահովման եւ վիճակագրության բաժնի պետ Լիանա Աբրահամյանը նշել է, որ հանրային իրազեկման միջոցառումները էական նշանակություն ունեն բնակչության պատրաստվածության բարձրացմանն ու ճգնաժամերի բացասական հետևանքների կանխարգելման տեսանկյունից, ինչի միջոցով հնարավոր է ստեղծել ավելի դիմակայուն հասարակություն։ Զեկուցողները կարևորել են նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների դերը բնակչության պատրաստվածության բարձրացման գործում։ Բնակչության պաշտպանության եւ աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը պատասխանել է ներկաների Տավուշի մարզում սողանքավտանգ ուղղությունների առկայությանը, իրականացվող աշխատանքներին եւ հնարավոր վտանգներին վերաբերող հարցերին։ Ամփոփելով Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ Վահան Փիրումյանը նշել է, որ աղետների կանխարգելումն ու դրանց հետևանքների վերացումը առավել արդյունավետ են, երբ տեղական ինքնակառավարման մարմինները ակտիվորեն ներգրավված են գործընթացներում։ Նա ընդգծել է, որ համատեղ աշխատանքի արդյունքում կարող է ձևավորվել կայուն եւ անվտանգ երկիր, որտեղ յուրաքանչյուրը գիտակցում է իր պատասխանատվությունը եւ պատրաստ է արձագանքել մարտահրավերներին։ Մարդիկ հաճախ չգիտակցելով բացասական հետևանքները գարնանային սեզոնով պայմանավորված իրականացնում են գյուղատնտեսական աշխատանքներ, այրելով խոզան ու բուսական մնացորդներ։ Ներքին գործերի նախարարության փրկարարծառայությունը խորհուրդ է տալիս գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս խիստ պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, զերծ մնալ խոզանների այրում կատարելուց։
Հրդեհները շրջակա միջավայրի կենսանվտանգությանը սպառնացող մարտահրավերներից են, որոնց առաջացման պատճառները գլխավորապես մարդկային անուշադրության արդյունք են։ Հաճախ մարդիկ չգիտակցելով բացասական հետևանքները գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ այրում են խոզանն ու բուսական մնացորդները, նպաստելով հողի որակական հատկությունների կորստին, բուսական եւ կենդանական աշխարհի ոչնչացմանն ու մթնոլորտային օդի աղտոտմանը։ Խոզաների այրումը վատթարացնում է հողի օրգանական կազմը, նվազեցնում խոնավությունը, նպաստում է հողում եղած օգտակար նյութերի քայքայմանը, նվազեցնում է հողի բերիությունը, նպաստում է թոքերում քաղցկեղի առաջացմանը, առաջացնում է հազ, ցավ կրծքավանդակում եւ շնչառական խանգարումներ, ոչնչացնում է միջատներին, սողուններին, մանր կաթնասուններին, խոչընդոտում է սննդանյութերի ցիկլը, սնման շղթայի կապերը եւ բույսերի սերմերի տարածումը, ինչը կարող է հանգեցնել տեսակների անհետացման կամ դրանց պոպուլյացիաների նվազեցման, ազդում է էկոհամակարգի ինքնավերականգնման հատկության վրա։ Հարգելի քաղաքացիներ, զերծ մնացեք խոզանների այրում կատարելուց, պահպանելով շրջակա միջավայրի կենսաբազմազանությունը, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք 911 հեռախոսահամարին։ Քրեական նորություններին առաջարկում եմ ծանոթանալ մեկ տեսաշարով։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզական բաժնի ծառայողների, Արաբկիրի համայնքային ոստիկանների եւ մայրաքաղաքի պարեկների հետ։ Մարտի 6-ին ժամը 6:35-ին ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Երևանի Բաղրամյան պողոտայում ձերբակալվեց եւ իր Հոնդա Մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Արաբկիրի բաժին տեղափոխվեց Նորք Մարաշի բնակիչ 34-ամյա մի կին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կպչուն ժապավենով փաթեթավորված սպիտակ բյուրեղանման մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, որի ընդհանուր քաշը 125 գրամ էր։ Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում շարունակելով իրացնել օպերատիվ տվյալները, նույն օրը ժամը 13:55-ին մաքսանենգ ճանապարհով Հայաստան ապօրինի թմրամիջոց տեղափոխելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայում բնակության վայրի մոտ իրավապահները ձերբակալեցին եւ ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխեցին 45-ամյա մի օտարերկրացու։ Անձնական խուզարկությամբ նրա ձեռքի պայուսակում հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող 2.36 գրամ զանգվածով պատետ, մեթադոն տեսակի 25 դեղահաբ եւ բյուրեղանման հետքերով ապակյա 2 գլանակ։ Երկուսն էլ ձերբակալվել են։ Դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել 34-ամյա կնոջ բնակության վայրում։ Հայտնաբերվել է 21.3 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, ապակյա 5 գլանակ եւ լիրիկա տեսակի հոգեմետ 12 դեղահաբ։ Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի ծառայողները մարտի 10-ին ժամը 19-ին Արտանիշի Դաշտամիջյան հատվածում ստուգման նպատակով մոտեցել են կայանված ԳԱԶ-24 ավտոմեքենայի։ Վարորդը իրավապահներին հայտնել է, որ իր մոտ ատրճանակ կա, իսկ մեքենայի բեռնախցում ինքնաձիգ։ 64-ամյա վարորդն ու 34-ամյա ուղևորը ձերբակալվել եւ մեքենայով հանդերձ տեղափոխվել են համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին։ Վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 12 լորազեպամ ու 2 սկոպրիլ տեսակի դեղահաբ, 2 ներարկիչ մուգ դարչնագույն եւ սպիտակ լուծույթներով, թմբուկավոր ատրճանակ լիցքավորված 9 մմ տրամաչափի 6 փամփուշտով, պայթուցիչով նռնակ եւ ծալովի դանակներ։ Տղամարդը բեռնախցից ներկայացրել է ինքնաձիգ պայեստատուփեր լիցքավորված 56 փամփուշտով, իսկ մեքենայի սրահից ատրճանակի պայեստատուփ։ Նա հայտնել է, որ ատրճանակը պատրաստել է շուրջ 20 տարի առաջ, իսկ փամփուշտներից 5-ը պատրաստել է ինքը, նռնակը եւ պայթուցիչը հետը բերել է Լեռնային Ղարաբաղից, իսկ ինքնաձիգը, դրա պայեստատուփն ու փամփուշտները իրեն նվիրել է ընկերը։ Տղամարդիկ ներկայացվել են Սևանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 64-ամյա տղամարդու տանը եւ քիչ շինություններում կատարվել է խուզարկություն։ Հայտնաբերվել է լորազեպամի 60 հաբ, կանեփի սերմեր, դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ, ատրճանակի դետալներ, ողորկափող հրացանի փող եւ մասեր։ Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է։ Փետրվարի 13-ին քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն զանգահարած կինը հայտնել էր, որ անհայտ անձը մտել է Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում գտնվող իրենց բնակարան, սակայն տեսնելով իր 10-ամյա տղային հեռացել է։ Դեպքի վայր մեկնած քրեական ոստիկանները ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ, նաև ուսումնասիրել են տարածքը հսկող սարքի տեսագրությունը։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քրեական ոստիկանության գլխավոր վարչության եւ Արմավիրի մարզային վարչության ծառայողների համատեղ իրականացրած միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ բնականon ապօրինի մուտք գործելուն եւ կողության փորձին մասնակցել է 2 անձ։ Նրանցից մեկը 27-ամյա երիտասարդը փետրվարի 27-ին մայրաքաղաքի Խանջան փողոցում հայտնաբերվել, կողության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել եւ տեղափոխվել է Արմավիրի մարզային վարչություն։ Դատարանի որոշմամբ նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Իրավապահները շարունակում են միջոցառումները մյուս կասկածյալ 36-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Եվ թողարկման վերջում սոցիալական ցանցերում խարդախության նոր տեսակ է տարածվել։ Գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական են առաջարկում։ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ ոստիկանության փոխգնդապետ Հայկ Մկրտչյանը կիբերմարտահրավերի շրջանակում մանրամասն ներկայացնում է, թե ինչ պետք է անել, եթե նկատել եք նման գովազդներ եւ ինչպես զերծ մնալ ապօրինություններից ու չդառնալ խաբեության զոհ։ Ողջույն, ես Հայկ Մկրտչյանն եմ։ Այսօր կխոսենք կեղծ վարորդական վկայականների վաճառքի մասին։ Ձեզանից շատերը տարբեր սոցիալական հարթակներում Facebook, TikTok, Instagram, Telegram նկատած կլինեք, որ առկային հայտարարություններ, որում ձեզ առաջարկում են գնել կեղծ վարորդական վկայականներ։ Ընդ որում հանցագործները ձեզ վստահեցնում են, որ այդ կեղծ վարորդական վկայականները իրենց ամբողջական տվյալներով կմուտքագրվեն համապատասխան պետական մարմինների տվյալների շտեմարան եւ կդառնան օրինական։ Ձեզ վստահեցնում են, որ այդ հայտարարությունների հիմնական նպատակը ձեր դրամական միջոցների հափշտակությունն է եւ հանցագործները որևէ եղանակով չեն կարող կեղծ վարորդական վկայականների տվյալները մուտքագրել պետական մարմինների տվյալների շտեմարան։ Եթե դուք փորձեք ձեռք բերել որևէ կեղծ վարորդական վկայական կամ անձնագիր կամ որևէ այլ կեղծ փաստաթուղթ, ապա դուք եւս կդառնաք հանցագործության մասնակից անձ։ Եթե որևէ սոցիալական հարթակում տեսել եք նմանատիպ հայտարարություն, ապա այդ տեղեկատվությունը փոխանցեք ոստիկանության կամ զանգահարեք ներքին գործերի նախարարության կիբերհանցագործությունների վարչությունում գործող թեժ գծի հեռախոսահամարին։ Ձեզ հետ Հայկ Մկրտչյանն է, կհանդիպենք։ Մեր թողարկումն ավարտվեց, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։